Տիկին Գարյան հրապարակվեց Զորականի դպրոցում աղմկահարույց միջադեպը եւ ծեծողներից մեկը Արթիքի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի որդին է։ Մի մարդու որդի, ում հայրը քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթի դեմ պայքարում, բայց իր ընտանիքի անդամը, իր անձամբ իր երեխան ծեծելուց ասում է խփում է ու ես դու ես ծախել։ Ինչու է մինչ այժմ պետի տեղակալը պաշտոնավարում եւ դուք ինչ քայլեր եք պատրաստվում իրականացնել։ Նախ եկեք արձանագրենք, որ այն իրողությունը, որն ունենք այսօր, դրական է այն առումով, որ քրեակատարողական ծառայության աշխատակցի երեխան նույնիսկ կարող է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ խափման միջոց կրելու։ Այսինքն մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ նույնիսկ համակարգի աշխատողի ընտանիքի անդամները անձեռնմխելի չեն եւ չեն կարող լինել։ Այսինքն սա մեր իրողությունն է, ինչը ուրախալի փաստ է։ Ինչ վերաբերում է այնքան որքան որ դատարանն է նշանակել, եթե չեմ սխալվում, 20 օրվա մասին է խոսքը։ Եվ քանի որ հարցը հնչեց, հիշեցնեմ, որ նախարարությունը եւ քրեակատարողական ծառայությունը միայն խափամամիջոց կատարող մարմին է, այսինքն նշանակման հետ եւ ժամկետի հետ որևէ կապ չունի։ Իսկ հայրը հոր հետ կապված ես կասեմ հետեւյալը. նախ լիազորությունների դադարեցման կոնկրետ հիմքեր կան եւ քանի դեռ չեն ստացվել տվյալներ, որպեսզի նաեւ չկան եւ ստուգվել են, որ հայրը խոչընդոտել է քննության իրականացմանը, ինչ որ կերպ ազդել է նախաքննության վրա կամ փորձել է ինչ որ պայմաններ ստեղծել, որպեսզի որդին ավելի լավ պայմաններում խափամամիջոցը կրի, մենք չենք դիտարկել պաշտոնավարման դադարեցման հարցը։ Եթե եւ երբ ձեռք կբերվեն այնպիսի տվյալներ, որոնք անհամատեղելի կլինեն լիազորությունների շարունակականության հետ, մենք այդ հարցը կքննարկենք։ Բայց եւս մեկ անգամ շատ կարեւոր է, որ շեշտադրվի այն հանգամանքը, որ ծառայողի ընտանիքի անդամը եւս ենթակա է պատասխանատվության մեր երկրում այն կերպ, ինչ կերպ ցանկացած երեխան անօգնական է, ինքը իր պապիկն է երեխային պահում, արդեն հասնում են նրան, ես չեմ ցանկանում խոսել մարդկանց կյանքից առհասարակ եւ նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։ Մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի որևէ մեկի իրավունքը չխախտենք, անկախ նրանից, թե այն անձը, որի իրավունքի հնարավոր խախտման մասին հիմա ես խոսում եմ, ինչպիսի հակաիրավական արարք է կատարել, եւ թող տպավորություն չստեղծվի, որ սա ասելով ես փորձում եմ պաշտպանել նմանատիպ անընդունելի արարքը, մենք իրական շատ բադ երևույթի հետ գործ ունենք եւ նաեւ ես իմ ուղերձում ասել եմ, որ ցանկացած տեսակի բռնությունը անընդունելի է, դատապարտելի է եւ իրականում ցավալի է, որ մեր հասարակությունում կան նման դեպքեր։ Այո, եւ հետեւություններ թող անի իր հայրը, հետեւություններ անի ընտանիքը, հետեւություններ անի ցանկացած ընտանիք, որը մեծացնում է երեխա այսօր մեր պետությունում, եւ հետեւություններ կանենք նաեւ մենք։ Ես ձեզ պատասխանում եմ, դե գիտեք ինչ, հիմա եթե մեր անմիջական արձագանքը լիներ, օրինակ լիազորությունների դադարեցումը, մեզ վստահաբար, ներողություն, մեզ վստահաբար մեղադրելու էին նրա մեջ, որ մենք ուղղակի հաշվեհարդար ենք փորձում տեսնել։ Երեխա դաստիարակել չկարող ծառայող ձեզ պետք է, որը անգամ եթե երեխային չի կան 100,000-ավոր հանցագործների։ Մենք հստակ գիտենք, թե մեզ ինչպիսի ծառայողներ են պետք, այդ ծառայողները պետք է լինեն բարևարք, անկաշառ, պրոֆեսիոնալ։ Երեխա դաստիարակել կարողանալ չկարողանալը այլ հարց է։ Ամեն դեպքում ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մեր երկրում չի գործում կոլեկտիվ պատասխանատվության ինստիտուտը եւ գործում է անհատական եւ անձնական պատասխանատվության ինստիտուտը, եւ սա նշանակում է, որ քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահասը ինքն է պատասխանատու իր կողմից կատարված հակաիրավական արարքի համար։ Ինչ վերաբերում է հորը, ես կրկնում եմ, եթե ձեռք կբերվեն այնպիսի տվյալներ, որոնք կվկայեն այնպիսի արարքների կատարման մասին, որոնք անհամատեղելի են պաշտոնավարման հետ, մենք կքննարկենք լիազորությունների դադարեցման։ Մենք միշտ բոլոր դեպքերով անում ենք ներքին քննարկումներ եւ արձանագրումներ մեզ համար, եւ եթե
որոշակի կոնկրետ հետևանքներ, որոնք ակնկալում է հանրությունը հենց այդ պահին չեն առաջանում, դա չի նշանակում, որ դրանք չեն քննարկվում եւ չեն կարող առաջանալ ապագայում։